Ողջույն բոլորին։ Այ ես այստեղ ջորթում եմ արդեն։ Վերջապես ես վերադարձել եմ եւ ուզում եմ իմ գործերի մասին ձեզ ասել։ Հուսով եմ այսօրվանից կարամ արդեն ակտիվ լինեմ։ Որոշել եմ, всё, վերջ, պետք է ակտիվ լինեմ։ Ինչպես գիտեք, ես տիկնիկ էի գործում եւ այն կիսատ է մնացել, ահա, այսքանն է արվել միայն, այնքան մեծ է, որ չի տեղավորվում, այսպես ասեմ, եւ ինչպես հիշում եք, գլխարկը կարված է, չի հանվում, այստեղ ես պետքա պոմպոն գնեմ, չեմ սիրում սարքել պոմպոն, ուղղակի ուզում եմ գնեմ ու կպցնեմ, հետագայում պետք է լինում, որ մի քանի գույնի ուզում եմ գնեմ ու ցանկանում եմ վիդեո նկարել, որտեղ ձեզ եմ ներկայացնում իմ գնումները, մի քանի բան ունեմ գնած, նոր ծրագրերի հետ կապված, ձեռքի աշխատանքների հետ կապված եւ դա շուտով կլինի ալիքում, այդպիսի վիդեո։ Իսկ հիմա, հա, այստեղ ես ավելացում եմ արել, ահա, այս գործվածքը թելի ավելացումով գործել եմ մի սյան մեջ 4 անգամ եւ հաջորդ ուղակի կիսացություն եմ արել եւ նորից 4 եմ արել թելի ավելացումով եւ այսպիսի գործվածք է ստացվում, որպեսզի այս մազերի այս մազերի կպցնելու հատվածը չերևա, այս թվում է գեղեցիկ է ստացվել։ Մազերը ավարտել եմ, մնում է դեմքը, զգեստը մի քանի անգամ գործել եմ, քանդել, քանի որ դուրս չի գալի ինչ-որ մի բան այն չի։ Ես էլ որ չեմ սիրում նման բաներ գործել, մի քիչ երկարում է, ու հիմա սա մի կողմ եմ թողել ճիշտն ասած, հիմա ուզում եմ աշխատել, ահա այսպես անենք, գոնե, հիմա ուզում եմ ավելի շատ ժամանակս տրամադրել նոր տարվա թեմատիկային եւ ես նոր գործ ունեմ, հիմա ձեզ ցույց տամ եւ տալամ մոկիկ, ահա, գլուխ այնքան, վայ, մեծա, որ հակվում է, բայց ինքը կանգնում է, այսպես, որ մյուս գործվածքների հետ է լինում, դրա համար դեֆորմացվում է, ուրեմն սա իմ հեղինակային գործն է, աչքերը գործված կարված են եւ ես մտածում եի իմ մոկիկ ունենամ, չգիտեմ ինչքանով է ստացվել, ներքևում գրեք հավանում եք, չեք հավանում, ականջները այսպես եմ կպցրել եւ պոչիկ ունի այստեղ, սա այն սխեման է, որով ես իմ երկարականջ, ահա մի քիչ բարձրացնեմ, երկարականջ նապաստակն եմ գործել, ուղղակի գլուխը դա աղվեսների գլուխն է, մարմինը դա նույն սխեման է, չի փոխվում, միայն այն մնացած հատվածներն են փոխվելու եւ ձեռքերն է նույնը, իսկ գլուխը եւ դեմքի մնացած հատվածները, ականջներ, հա, յուրաքանչյուր կենդանին իրանն է ունենալու, այսինքն աղվեսներն իրանն են, նապաստակն իրան ունի, այստեղ որոշեցի աղվեսի գլխի սխեման գործել, չգիտեմ ինչքանով է ստացվել, դուք ասեք, ներքևում գրեք, եւ որ սա գործում են գլուխը, մի տեսեք ինքը ծիծաղելի է լինում, բայց հետագայում, որ ավարտին ես հասցնում, այդքան էլ ծիծաղելի չի, չգիտեմ, հիմա եւ մտածում եմ, սա ձեզ սխեմա ներկայացնեմ, արդեն դուք էլ գործեք, քանի որ մոտենում է նոր տարին եւ հուսով եմ, որ արդեն վաղը կնկարեմ, մի քանի կիսատ բան կանեմ ու կնկարեմ վիդեոն, այնպեսի զենց մանրամասն վիդեո չի լինելու,
մանրամասն հաջորդ շարքը այսքանն ենք անում, հաջորդ շարքը այսքանն ենք անում, լինելու օղակի ինչ-որ ընդհանուր բացատրություն, իսկ սխեման լինելու է տեսանյութի ներքևում, իսկ թվում է դա ավելի հեշտ է, ավելի ճիշտ է, քան թե մանրամասն բացատրել, իսկ այն մարդիկ, ովքեր չգիտեն, օղակի պետք է սովորեն քայլ առ քայլ եւ որ կարողանան նման վիդեոների շնորհիվ իրենք էլ գործեն խաղալիքները, ես ընդհանրապես, եթե ինչ-որ մեկի սխեմայով խաղալիք եմ գործում, վիդեոն չեմ նայում, ես միայն, եթե ներքևում գրված է լինում սխեման, այն ժամանակ եմ, սխեմային եմ նայում, եթե նկասենք վիդեոն ներքևում սխեմա չունի, ես նույնիսկ ալարում եմ նայում վիդեոն ու գործեմ, քանի որ շատ ձանձրալի է, ու վիդեոներ կա, որ հատիկ, խոսքի 30 սյուն պետք է գործի, հաշվում է 1, 2, 3, միջև, որ վերջացնի, դա ուղղակի ձանձրալի է, դրա համար ինձ թվում է այսպես ավելի հեշտ է ու շատ շնորհակալ եմ գաղափարը սկսնակին, ով որ այս գաղափարը տվել է, և իհարկե ես առանց ձայների չեմ կարող, դրա համար ինձ ներողություն, ևս մեկ անգամ Եվ այսքանը գործել եմ 1.20 մմ համարի հելունով, ինչքան հիշում եմ, շուտ եմ վերջացրել, արդեն նկարը կա, ինֆորմացիան կա իմ ինստագրամյան էջում և Facebook-ում չեմ դրել դեռ, ավելի շատ ինստագրամում եմ հիմա ակտիվ և այստեղ ունեմ կիսատը, հենց այդ մկնիկի, բայց ուրիշ երանգով, հիմա ձեզ ցույց տամ, այստեղի մոտ մի քիչ խառը վիճակ է, լավ, ուրեմն նայեք ինչ գեղեցիկ համադրություն է, սա ականջն է, ուրեմն սա գործել եմ, վերջացրել եմ, մեկ ականջը, ևս մեկը կիսատ է, այս մեկն եմ գործել և այս մյուս հատվածն եմ գործում ականջի, սա չեմ կարելու, ես ցույց եմ տալու վիդեոյում, թե ոնց եմ կպցնում իրար, ինձ թվում է դժվար չէ հասկանալը, և սա ուղղակի կիսատ է և գործում եմ անգորայով, ահա այս երանգն է, միջայլոց մոխրագույն երանգն էլ է անգորայ, իսկ այս վարդագույնը ակրիլ է, կարող եք համադրել, շատ գեղեցիկ է ստացվում, վերջում պետք է սաներով մի քիչ անցնեմ վրայով, որ դիրա այդ թավիշը դուրս գա, հենց պուշիստիկ ռուսերեն ասած լինի, ու այստեղ ունեմ մկնիկի երկու ձեռքը, սրանք ինձ թվում է դժվար չէ գործել, քանի որ սխեմաները նույնն են, և այստեղ մի հատ ոտու ունեմ, մյուս ոտն էլ այսօր կգործեմ ու ամբողջ մարմինը, այդ ամբողջ գործվածքի վրա կբացատրեմ, թե ոնց է գործվում, այսպես, որոշացի այս երանգների մեջ անել, չգիտեմ ինչի, բայց դուք կարող եք ընտրել ձեր ցանկացած երանգը, եթե կցանկանաք գործել այս մկնիկը, կարող եք գործել յուրաքանչյուր երանգի մեջ, որը կցանկանաք, էլ ինչ եմ ուզում ասել, և այս մկնիկից հետո արդեն կլինի նույն սխեմայի տակ, մենակ ասենք նապաստակը, աղվեսը, ուղղակի այնտեղ փոփոխությամբ, բայց արդեն դա նոր տարուց հետո, իսկ սխեման նկարելուց հետո ուզում եմ նոր տարվա գործեր սկսել, արդեն թելերը գնել եմ այդ երանգների նոր տարվա թեմատիկան, և գնումներս հուսով եմ այնքան գնումներ կհավաքվեն, որ առանձին տեսանյութ կանեմ և ձեզ ցույց կտամ, ես սիրում եմ նման թեմայով վիդեոներ նայել, հուսով եմ, որ ձեզ էլ է դուր գալիս և ուղղակի ուզում եմ սա ավարտին հասցնել և անցնել նոր տարվա թեմայով, խաղալիքներ գործել նոր տարվա, մի քանի իդեա ունեմ Դե իհարկե միջև սա ավարտելը ես կսկսեմ գործել, բայց ուզում եմ մի հատ իմ գնումները ցույց տալ, հետո նոր անցնել գործելուն։
Լավ, ուրեմն այսքան այսօրվա համար ինչ-որ նոր բան չունեմ ցույց տալու։ Հուսով եմ այսօր կավարտեմ մկնիկի մարմինը եւ գլուխը եւ սկսեմ վաղվանից նկարը հանել սխեման։ Լավ, ուրեմն այսքանով վերջ, 11 րոպե ես խոսում եմ։ Կհանդիպենք մյուս հատվածում։ Գելեմ Պարիսինը։ Պարոն։ Սես գույնը։ Կարմիր չկա։ Այն բանից հետո եւ որ ես վիդեո եմ նկարում ես վերջապես ավարտեցի իմ սխեման, հուսով եմ շուտով այն համացանցում կլինի, կկարողանաք դուք էլ գործեք եւ ես սիրում եմ նման գործերը, ափսոս որ չեմ կարողանում շատ հասցնեմ ես իրականում չեմ փոշմանել որ երկու հատ ալիք եմ բացել ճիշտ է չեմ հասցնում, ինչքան որ հասցնում եմ, հա, լուսավորեմ մի քիչ, ահա, և հուսով եմ, որ դուք էլ կհավանեք, գործելու ընթացքում անպայման ինձ տեղյակ պահեք, կամ, չգիտեմ, հարցերի դեպքում կարող եք դիմել, մեծ սիրով կպատասխանեմ։ Այսքանը վլոգի հատված ցանկացա նկարել ու ձեզ ցույց տալ իմ խառնաշփոթը այստեղի սուրճ եմ խմում, այսքան է մնացել։ Ողջույն, ուզում եմ ձեզ ցույց տամ իմ գործերը, թե ինչ եմ գործում հիմա, այսպիսին շարիկներ, գնդիկներ եմ գործել, 3-ը նույն չափի են, իսկ 2-ը մի չափ մեծ են, ինչպես կնկատեք, ես ուզում եմ ուրեմն սխեմա եմ մտածել, այստեղ խանութում խաղալիքներ եմ տեսել ու ցանկանում եմ դրանք նման մի բան գործել ու 3 կերպար եմ մտածել, 3 կերպար եմ գործելու առայժմ ու դրանք լինելու են նույն սխեմայի տակ ու եթե այս չեմ կարծում որ կհասցնեմ այս տարի ուղիղ սխեման ձեզ ներկայացնեմ, բայց հուսով եմ որ մյուս տարի կկարողանամ եթե հավանեն անպայման սխեման մյուս տարի նոր տարուն կփորձեմ ձեզ ներկայացնեմ եւ ինչ վերաբերվում ես այստեղ հարմարցել եմ հեռախոսս եւ ինչ վերաբերվում է սխեմային այստեղ ես ունեմ այսպիսի գործվածք եւ ուզում եմ ճիշտ է շատ քիչ ժամանակ է մնացել բայց ահա այստեղից կարող եք եզրակացնել որ եղնիկն է փոքր հատվածներ գործել եմ ահա հենց թևեր ճանապիսած գործել եմ մարմինը դեռ չեմ գործել քանի որ ցանկանում եմ սխեման հանել իմ ալիքում ու ցանկանում եմ այնտեղ բացատրել թե ոնց է գործվում չգիտեմ երբ կկարողանամ հասցնել ուղղակի մի քիչ խառնեմ մի քիչ գործեր ունեմ անելու բայց եթե նույնիսկ շատ ուշ լինի ոչինչ մյուս տարի կգործենք կամ չգիտեմ եղնիկներ միայն նոր տարուն են գործում իհարկե ոչ լավ ուրեմն եթե դուք նկատեցիք եւս մեկ բան այստեղ ես նոր պաստառ ունեմ շատ գեղեցիկ է ես այսպիսի բաց երանգների պաստառ էի մանգալի եւ վերջապես գտա ես այն գնել եմ Walmart-ից եւ սրանից հետո վիդեոից հետո դուրս կգա իմ գնումները ձեռագործ հա աշխատանքների համար եւ այնտեղ էլ ցույց եմ տալի հենց այս չնայած որ դուք արդեն տեսել եք ուղղակի այնտեղ sense չեմ էլ բացում բայց հիմա այս բացված տեսակն է բաց
Ես հենց գնել եմ այս պաստար օգտագործելու համար, որպեսզի նկարեմ։ Իսկ հիմա ես ուր ժամի եմ նկարում, հատ ներողություն եմ խնդրում ստվերների համար։ Եվ իմ մոտ շատ դանդաղ առաջ գնում, բայց հուսով եմ, որ կամաց կհասցնեմ նոր տարուն եւ իմ մոտ կլինեն այս խաղալիքները, սրանք չգիտեմ կվաճառեմ թե չէ, դժվար, սրանք կմնան ինձ եւ մյուս տարի եւ որ ինչ-որ մեկը կցանկանա կամ եթե ինչ-որ իմ բարեկամներից որոշ մարդիկ այստեղ կցանկանան, կվաճառեմ իրանց եւ այսքանը, մինչ ավարտել այս հատվածը, ուզում եմ ձեզ ասել Եթե հիշում եք, ես խաղալիքներ էի ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մեր մոտ արդեն սայլիկներ են, ամեն օր ձայները արդեն հոգնեցուցիչ է։ Ճիշտն ասած, կլոր տարի են իրանք այս սայլիկները օգտագործում, ինչպես որ նկատել եք եկեղեցական իրենց տոներին, մի խոսքով դա չէ հարցը, հա, ուրեմն այդ պատվերներն արդեն վաղուց տեղ են հասել, վերջապես եւ մեկ անգամ հետ գալուց հետո նրանք այպես տեղ են հասել ու ես կդնեմ վիդեո իհարկե այդ կնոջից թույլտվություն եմ վերցրել որ իր բալիկին իմ ալիքում թույլ տա տեղադրեմ, եթե դուք ինձ հետևում եք իմ գործեր Instagram-ում, այնտեղ story էի դրել, բայց շատ մարդիկ չունեն Instagram եւ այստեղ էլ կտեղադրեմ։ Այնպես որ կարող եք դիտել հատվածը, թե ինչպես է երեխան բացում արկղը, ինչպես է ընդունում խաղալիքները եւ մտածում եի, որ ձեզ էլ հետաքրքիր կլինի ու որոշեցի ներառել վլոգի մեջ։ Եվ այսքանով ձեզ ասեմ ամենայն բարին, որտեղ որ դուք գտնվում եք աշխարհի բոլոր ծայրերում, իսկ մենք կհանդիպենք։ Bye bye։ How do we open it? I don't know how to say open. Wow. Is it for me? Look. Is it? I feel something here. Whoa. The box. I love this thing. Բացի մեջինը Is it Dolly? Հետո I love Dolly. And a bus. What about the other one? Other one's Martinette, and